Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է, բարի երեկո պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հրավերից ընդունելու համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ ապրիլի 7-ի գիշերը Թրամփը հերթական էքսցենտրիկ հայտարարությունը արեց, որով նա ազդարարեց, որ այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի եւ այլևս երբեք հետ չի բերվի։ Եվ ասում է, ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար այդպես կլինի։ Դրանից հետո ողջ աշխարհը այսպես ցնցվեց, բոլոր առանձին երկրներ, Իրանը պատրաստվեց լայնածավալ, արդեն ավելի լայնածավալ պատերազմի, բայց այս գիշեր անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ, պարոն Մելքոնյան, Իրանի հետ հակամարտության մեջ եւ բանակցություններ սկսեցին, 2 շաբաթով բանակցությունները պետք է տեղի ունենան Պակիստանի առաջնորդությամբ կամ միջամտությամբ, այսպես ասենք, Իրանը հայտարարել է, որ պատմական հաղթանակ է տարել եւ որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի 10 կետերին, ներկայացնեմ դրանք եւ անցնենք մեր զրույցին։ Չհարձակման պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության շարունակություն, ուրանի հարստացման ընդունում, բոլոր առաջնային պատժամիջոցների վերացում, բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում, ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում, Իրանի համար փոխհատուցումների վճարում, ամերիկյան մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից, պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում։ Սա ինչ է, եթե ոչ հաղթանակ, հա։ Կինսերյանյան, փորձենք ընդհանուր այսպես կոնտուրները տանք, նոր ավելի դետալների մեջ մտնենք։ Նախ մենք 21-րդ դարում ապրում ենք, չգիտեմ, հետ ճշմարտության կամ մետամոդեռնիզմի ժամանակաշրջանում, էլի առիթ եղել է այս տերմինների կոնտեքստում հասկանալ, փորձել հասկանալ այն, ինչ հիմա աշխարհում տեղի է ունենում, եւ ըստ այդմ էլ փաստորեն դիվանագիտությունը, պատերազմները, հրադադարները տեղավորվում են այդ կոնտեքստում, որովհետեւ մինչև պատերազմի սկսելը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթանում էին բավական ակտիվ դիվանագիտական շփումներ եւ հանկարծ մեկ օրում կամ մի քանի ժամում ամեն ինչ փոխվեց, սկսվեց պատերազմ, այսինքն դիվանագիտությունը պարտվեց, բայց պարտվեց անկանխատեսելի, այսինքն այնպես չէր, որ բանակցությունները մտել էին փակուղի եւ արդեն այլընտրանքը պատերազմ էր։ Բանակցությունները կարծես նորմալ ընթանում էին, բայց մեկ էլ դարձան պատերազմ, այսինքն սա այն նախկին ընկալման դիվանագիտություն, բանակցություններ, եզրույթի նախկին ընկալման, աղճատման ապացույց է, որ կարող են լիդերները բացահայտ ինչ-որ բան հայտարարել, հետո անել լիովին հակառակը։ Երկրորդը, ինչ ուրեմն կարևոր բան փոխվեց, ստերեոտիպները։ Ամբողջ աշխարհը ասում էր, դե լավ, Իրանը մի քանի օր կարողանա դիմադրել, մանավանդ երբ որ առաջի օրերին եղան կորուստները, հոգևոր առաջնորդի, հետո կարևոր քաղաքական ռազմական գործիչների եւ այլն, ասում էին Իրանը կփլուզվի։ Բայց այստեղ էր, որ այդ քաղաքակրթությունը, որի մասին Թրամփը հայտարարում որ պետք է վերանար այս գիշեր, այդ քաղաքակրթությունը ծնել է նաեւ քաղաքական համակարգ, որը անցել է հազարամյակների ապրոբացիա։ Եվ այսօրվա իրանական պետությունը դա կոճղի պես պետություն է, որի արմատները խորքային գնում են այս մերձավոր արևելքի դարեր, եթե այսպես ասեմ, եւ ձևավորված է հավասարակշռման մեխանիզմները եւ տարբեր այլ առանձնահատկություններ։ Հետևաբար նաեւ հասարակությունը իրանական, եթե նկատեք, մինչ այդ եղած դժգոհությունները, միտինգներ եւ այլն, կարծես դրանք բոլորը թոթափվեցին եւ դարձավ միասնական, ավելի միասնական հասարակություն ու կրոնական մի բաղադրիչ կար, որ լիդերները, այդ թվում հասարակության տարբեր շերտեր, մահվանը նայում էին արհամարանքով, այսինքն գնում էին մահվան շպիտով, նույն առաջնորդը, այո, նահատակվելու պատրաստ լինելու այդ հոգեբանությունը, որը տարածված է պետական համակարգում, պետական մտածողության մեջ, այդ թվում եւ հասարակության մեջ։ Եվ առաջին ինչ ստերեոտիպ փոխվեց, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը երկու հզոր պետություններ հարձակվեցին Իրանի վրա, որը տասնամյակներով պատժամիջոցների տակ էր եւ ակնհայտ դարձավ առաջին օրերին, որ չի փլուզվում համակարգը, որ հասարակությունը ոտքի չի կանգնում, որ ներքին հեղափոխություն տեղի չի ունենում։ Իրանի շահի որդին հայտարարություններ էր անում, Թրամփը արդեն ասում էր
իշխանությունը փողոցում նետված է, գնացեք, վերցրեք իրանցիներ եւ այլն, այդ ամեն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այդ ստերեոտիպը քանդվեց։ Հետո որ Իրանը սկսեց անսպասելի հարձակումներ, հարվածներ, երբեմն համարժեք, երբեմն ոչ ավելի համարժեք թիրախներին, տարբեր թիրախներին ու Իրանի կարմիր գծերը սկսեցին աշխատել, այսինքն Իրանը հայտարարեց, որ հարևան պետություններ, ովքեր որ համագործակցում են ԱՄՆ-ի հետ, էլի ձեր հանդեպ ես ոչ մի բան չունեմ, բայց այն ստրատեգիական թիրախները, որ կան ձեր տարածքներում, ես դրանք ընդունում եմ որպես ինձ համար թշնամական թիրախներ եւ հարվածել եմ։ Այսինքն Իրանը խոսքից անցավ գործի։ Եվ ինչ այս ամբողջ այս օրերին ապացուցվեց, որ ոչ բլիցկրիգ ստացվեց, ոչ Իրանի արագ ներքին փլուզումը ստացվեց, ոչ իրանական պետության կապիտուլյացիան ստացվեց, այս ամեն ինչը չստացվեց։ Երրորդ հանգամանքը, որ ուզում եմ ֆիքսել, դուք հարցրեցիք հաղթանակ է թե պարտություն։ Հիմա նայեք 21-րդ դարի պատերազմները ցավոք սրտի։ Ինչու եմ սա ասում, որովհետև նույնիսկ CNN-ը հաղորդագրություններ տարածել, հոդված էր պատրաստել այդ մասին, որ Իրանը հաղթանակել է եւ ներկայացրել էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաղորդագրությունը այս ոչ միայն հաղթանակի, այլ Միացյալ Նահանգներին առաջադրված այս 10 կետերի մասին, եւ Թրամփը հոխորտացել էր, որ դատի կտա CNN-ին, որտեղ դա հաղթանակ չի եւ այլն։ Այն դեպքում, երբ որ իսկապես Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունը տարածել էր, նրանք չեն ուզում ընդունեն, որ դա հաղթանակ է։ Տեսեք, Տիկին Սերյանը, մենք նայենք հարցի, եթե կարելի ասել քարոզչական հարթությանը եւ իրական հարթության։ Քարոզչականը որն էր 21-րդ դարում, փաստորեն բոլոր պատերազմներում երկու կողմերն ասում են մենք հաղթեցինք։ Ես մի քիչ կարող վատ ցավոտ օրինակ բերեմ, բայց անգամ 44-օրյա պատերազմին հետո, որտեղ մենք ցավոք սրտ պարտվեցինք, որը Ժան-Կիտո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք իրականում դրանով ձեռք բերեցինք անկախություն եւ այլն, պետություն, այսինքն ի վերջո տարավ նրան, որ մենք այդքան էլ չենք պարտվել փաստորեն, Դե այդտեղ նաև ինքը խոստովանեց, որ ինքը գիտակցաբար է գնացել այդ պարտությանը, հանձնել Արցախը։ Հիմա տեսեք, այս պարագայում ինչ է տեղի ունենում։ Փաստորեն Ամերիկան հայտարարում է, որ ինքն է հաղթել, Իրանը հայտարարում է, որ ինքն է հաղթել, բայց եթե մենք նայենք, նաև ամեն մեկը ինչ թիրախ ուներ, ինչ նպատակ ուներ, ինչ պլան մաքսիմում ուներ, բայց եթե նայենք իրականությանը, հիմա ինչ տեղի ունեցավ։ Ես ավելի հակված եմ, ոչ թե որպես արևելագետ, ես ավելի հակված եմ ասել, որ Իրանը միգուցե ավելի այս պահին դեպի հրադադար դուրս եկավ ավելի շահեկան դիրքեր։ Ճիշտ է, ունեցավ անասելի մեծ կորուստներ, ոչ միայն հոգևոր լիդերի, տարբեր կալիբր ունեցող այսպես պաշտոնյաների թրծված, այլև անմարդկային դեպքեր տեղից են դպրոցի ռմբակոծություն, աշակերտների, անչափահասների եւ այլն եւ այլն, ենթակառուցվածքների բազմաթիվ վնասվածքներ եւ այլն, բայց պետությունը, պետականությունը որպես այդպիսին փաստորեն դուրս եկավ ինչ, այսպես ասեմ, ձեռքբերումներով, հա։ Առաջինը իմիջային աշխարհը Իրանին փաստորեն ընդունեց, որ նա կարող է դուրս գալ թիվ 1 գերտերության դեմ, դրան գումարած նաև Իսրայելի դեմ եւ չընկրկել եւ հիշում եք Իրանի արտգործնախարար Արաղչիի հարցազրույցներից մեկը, որ ասում է մենք մեր արժանապատվության շուրջ չենք բանակցում, մեր արժանապատվությունը սակարկման ու բանակցման ենթակա չէ, այսինքն այդտեղ չենք կարող զիջել։ Սա այդ դարավոր քաղաքակրթության նաև արգասիկ է, հա։ Ուրեմն դուրս եկավ իմիջը լեովին այլ կերպ։ Ռազմական առումով Իրանի իմիջը, տեսեք, այն որ ասում էին Իսրայելը ժելեզնի կուպլ, բանը, օդը փակ է Իսրայելի, անհնար է այնտեղ ավիակիրները ամերիկյան, փաստորեն հարվածեց եւ մայրաքաղաքին, եւ տարբեր քաղաքներին, եւ ամերիկյան բազաներին, այսինքն այդ իմիջը նույնպես փոխվեց, որ արևմտյան այդ պաշտպանական համակարգերը, ռազմական եւ այլն, փաստորեն այնպես չէր, որ լիովին դոմինանտ դարձան պատժամիջոցների տակ գտնվող երկրի ունեցած ռազմական պոտենցիալ։ Երրորդ հանգամանքը դուք նշեցիք այդ կետերից մեկում Հորմուզի կամ ինչպես մեր իմ գործընկեր Վարդան Ոսկանյանը ասում այդ անունը ծագում է Արամազդ անունից, Աստծու
հեթանոսական, հա, այդ նեղուցի վերահսկողությունը փաստորեն ֆիքսվում է, որ Իրանին է տրվում, որը մինչ այդ այսպես ֆիքսված չէր, ենթադրվում էր կամ երբեմն ինչ որ այլ ռեժիմներ էին գործում այդտեղ անցնել, բայց այնուամենայնիվ ֆիքսվեց, որ այդտեղ Իրանը ունի վերահսկողության իրավունք, իսկ այսօր աշխարհը պայքարում է միջանցքների, դա կլինի ցամաքային, թե ծովային միջանցքների հանդեպ վերահսկողության համար, այս ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես, այդպեսի պայքարի կարևոր այսպես նպատակներից։ Հիմա դա նույնպես ֆիքսում է, հետո Ուրանի իր ծրագրերը, հետո ես իհարկե կասկածում եմ, որ այդ բոլոր 10 կետերն էլ Ամերիկան ընդունել է եւ կասկածում եմ, որ այս հրադադարը շատ կայուն է եւ այլն, որովհետեւ կարող է վաղը հանկարծ Թրամփը ուրիշ բան հայտարարի, բայց այնուամենայնիվ չեմ կասկածում, որ Իրանը դրանք պահանջել է, բայց ասենք, որ Ամերիկան լրիվ իր զորքերը կհանի այստեղից, Արարածաշրջանից եւ այլն, դրանք միգուցե այսպես վերանայվեն, փոխվեն, բայց այն, որ Իրանը ոչ միայն այսպես չի գնացել զիջման, այլև ներկայացրել է բավական լուրջ պահանջներ եւ այդ պահանջներից յուրաքանչյուրի տակ ստրատեգիական, ռազմավարական շատ կարեւոր բարձունքներ են, շատ կարեւոր նպատակներ են դրված։ Եվ ամենավերջինը ձեր հարցին, այսինքն ձեր խոսքում ասացիք էքսցենտրիկ լիդերների մասին, հա, Թրամփը որպես այդպիսին, այսինքն գիտեք, երբեմն դեռ ձևակերպումներ կա, որ Թարապես ընդունելի չէ, այսինքն ինչ է նշանակում Ամերիկայում նույնիսկ հա քննադատում են ահա որ քննադատություններ են հնչում նույնիսկ կա արդեն կարծեմ գործընթաց նրա իմպիչմենտի եւ այլն, բայց ինչ արտահայտությունների մաս ինչ է նշանակում կոչնչանա դարավոր քաղաքակրթություն, ախր դա համամարտկային արժեք է, այսինքն ինչպես կարելի է ուրախ անոնս անել, որ ոչնչացնելու է դարավոր քաղաքակրթություն եւ այլն, կամ ասենք Իրանի հոգեոր լիդերի եւ նրա ընտանիքի սպանությունը ծիծաղելով ասել, հետո պարային շարժումներ անել եւ այլն, ասենք 86 տարեկան մարդու եք սպանել իր 14 ամսեկան թոռնուհու հետ, ինչի համար եք պարում, ուրախանում այդ ամեն ինչ անից հետո եւ արդյոք սա ժողովրդավար, մարդասեր պետություն ԱՄՆ-ի ղեկավարին հարիր, այսպես հայտարարություններ եւ էքսցենտրիկ մենք տեսնում ենք, որ Թրամփը հայտարարություններ անում, հետո ագրեսիվ հարձակվում է ձեր ամերիկացի գործընկերների վրա, լրագրողների վրա, չէ՞ վիրավորական հայտարարություններ անում, նրա գործընկերը Երևանում է նման հայտարարություններ եւ ագրեսիվ երբեմն ձեր գործընկեր լրագրողների հանդեպ հարձակումներ ունենում վերբալ, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Տիկին Սերյան գալու է ինչ որ փուլ հիմա որ էքսցենտրիկ ղեկավարներին գալու են փոխարինելու ոչ էքսցենտրիկ ղեկավարները եւ եթե ուշադրություն դարձրել եք այս հրադադարի համաձայնության գալու մեջ ֆիքսվում է որ դեր ունի ԱՄՆ փոխնախագահ Վենսը այո այսինքն Վենսի միջամտելուց հետո ոչ էքսցենտրիկ Վենսի միջամտելուց հետո հրադադարի հասնելը ավելի այսպես իրատեսական է դարձել, այսինքն էքսցենտրիկ ղեկավարներ, չեմ Թրամփ, Զելենսկի, Նիկոլ Փաշինյան, այն Արգենտինա եւ այլ։ Ես կարծում եմ, որ այդ փուլը Մերց, Մեծ Բրիտանիայինը Մակրոնը էքսցենտրիկ չի, ուղղակի մի քիչ այլ բան։ Հետո տեսեք, ասենք նաեւ խախտված են լիդերների միջև գրված չգրված օրենքներ։ Թրամփը կարող է ասել Մակրոնին կինը ապտակել է մինչև հիմա բանը ցավերի մեջ է Մակրոնը եւ այլն։ Միացյալ Նահանգներում գործ են հարուցել ու դատի են տվել Մակրոնը եւ կինը մի բլոգեր հարցազրույցավարի, որը հոդված է հրապարակել այն մասին, որ Մակրոնի կինը իրականում բան է, տղամարդ է եղել։ Ասենք դուք պատկերացնում եք Ֆրանսիայի պատմության մեջ Դգոլը այնտեղ ինչ եղավ, չէ՞։ Քանի տակ շրջվեց։ Դարձել որ այս փուլը պետք է անցնի Տիկին Սերյանյան եւ արդեն կգան փոխարինելու ոչ էքսցենտրիկ, այսինքն դերասանները, էքսցենտրիկ կերպարները, ինչ որ տենց այդ ոճի լիդերները արդեն երևի սպառել են իրենց ժամանակը եւ այս ամեն ինչն էլ դրա դրսում։ Հիմա եթե մենք նայենք համաշխարհային լիդերների, ամեն դեպքում են հին, ինչպես ասում են, դասական քաղաքական գործիչներ, մի քանիսին կարող ենք հիշել, չէ՞, Պուտինը, Սի Ցզինպինը, Էրդողանը, Հնդկաստանի, այսինքն մնացածի պարագայում, շատերի պարագայում այս ամեն ինչ տեսնում ենք, որը բերում է ահա այսպիսի պատերազմների, ահա այսպիսի արհավիրքների, մարդկային կորուստների եւ հետեւաբար աշխարհի նաեւ խաղաղության շահերից է բխում էքսցենտրիկ անհավասարակշիռ լիդերների
հեռացումը քաղաքական ասպարեզից դեպի այն ասպարեզ, որտեղ իրենք երևի ավելի շատ անելիք ունեն։ Աստվածանի։ Պարոն Մելքոնյան, Իրանի անվտանգության խորհուրդը ընդգծել է այս ամենից հետո, որ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացը չի նշանակում նահանգների հետ պատերազմի ավարտ եւ սպառնացել է ամբողջ ուժով պատասխանել, եթե Միացյալ Նահանգները հրադադարի ընթացքում չնչին անգամ սխալ թույլ տա եւ շատ հետաքրքիր է նաեւ մի բան, որ Իսրայելը պնդում է, որ պաշտպանում է այնուամենայնիվ երկու շաբաթով դադարեցնելու պատերազմը, դադարեցնելու Թրամփի որոշումը Հորմուզի նեղուցի անհապաղ բացման եւ աշխատանքները կարգավորելու պայմանով, բայց Իսրայելը հայտարարում է սակայն, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում Լիբանանի վրա, հա, ինչը ըստ էության հակասում է Պակիստանի վարչապետի ավելի վաղ արած հայտարարությանը։ Այսինքն սա նշանակում է, որ այս երկու շաբաթյա հրադադար կոչվածը երերուն է, փխրուն է։ Շատ, այո։ Ես ենթադրում եմ, որ երկու բան այստեղ կարող ենք ֆիքսել, մեկը որ հրադադարը միանշանակ փխրուն է, որովհետև կողմերի, հատկապես Ամերիկայի եւ Իսրայելի, այսպես շարժառիթները եւ այլն ամբողջովին բավարարված չեն, եթե չասեմ երբեմն ձախողվել են։ Դրա համար ենթադրում եմ, որ փխրուն լինելու շատ հանգամանքներ կա այս հրադադարի։ Մյուս կողմից Իրանի պարագայում մենք տեսնում ենք կրկին արժանապատվության դրսևորում։ Եվ սա իրոք հետաքրքիր դաս է, իրանական դասը մեր տարածաշրջանի։ Ահա այսպիսին է արևելյան ոճը, ոչ թե այն ինչ որ Հայաստանի իշխանություններն են դրսևորում, որ 78 անգամ կարող են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թվերով, հետո սանտիմետրերով, չեմ ինչերով, այլ ոճը այս արժանապատվության ծիրում է եւ այսպես է դարեր շարունակ այստեղ եղել եւ անգամ Հայաստանի պատմության մեջ, երբ որ մենք ունեցել ենք պարտություններ, չեմ Հռոմին ենք պարտվել, ելի այս արժանապատվության ինչ որ բանը այնուամենայնիվ մնացել է։ Հիմա Իրանի պարագայում մենք տեսնում ենք երկու բան՝ արժանապատվություն եւ սկզբունքայնություն, այսինքն այս հրադադարը չի նշանակում, որ դուք դառնում եք մեր բարեկամը եւ չի նշանակում, որ մենք կարող ենք ձեզ հետ շփվել ու մոռանալ այն արհավիրքները, այն զոհերը, այն ամեն ինչը ավերածությունները, որ եղել է, եւ երկրորդ զգուշացումը, որ մենք չենք վստահում ձեզ, այսինքն խախտման դեպքում մենք չենք բավարարվելու միայն ֆիքսելով, որ դուք խախտեցիք հերթական անգամ։ Մենք անելու ենք համարժեք քայլեր, որը կարող է ունենալ զսպող նշանակություն։ Զսպող, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը այսպես փորձեն, այսպես իբրև թե վարում են դիվանայություն, բայց շարունակում են պատերազմ։ Իբրև թե պահում են հրադադար, բայց շարունակում են ռմբակոծություններ։ Իսկ Իսրայելի պարագայում այդ Լիբանանի եւ այլնի տեսնում ենք, որ դա պերմանենտ պատերազմ է, տարիներ շարունակ անդադ ռմբակոծում է եւ այլն, բայց Իսրայելի պարագայում կա նախկին իներցիան, որ դա մի պետություն է, որ անընդհատ անարգել առանց որևէ ՄԱԿ-ի եւ այլնի որոշման ռմբակոծում է այն երկրներին, որին ուզում է, որին կարողանում է։ Լիբանանը, այսպես ասած, դասական թիրախներից է, հա, իսրայելական, բայց նաև այստեղ կա բանի, ինչպես ասում են, face saving-ի դեմքը փրկելու, իմիջը փրկելու ինչ-որ բան, որովհետև եթե իրանական իմիջը հիմա բարձունքի վրա, հաղթարշավի վրա է, ապա իսրայելական իմիջը որոշակիորեն փոխվել է, որ դեպի բացասական, այսպես կոր է արձանագրում, որովհետև այն ինչ որ կար միֆ Իսրայելի անպարտելիության եւ այլնի հետ կապված, փաստորեն այս նախորդ օրերին երերացել է եւ հիմա Իսրայելը ինչ որ քայլերով պետք է փորձի դա անել։ Ինչը հղի է այս, եթե Լիբանանի հանդեպ այս հարձակումներ եւ այլն գնան, ինչը հղի է այս փխրուն խաղաղության շատ արագ փլուզման։ Նախ նշեմ, որ Չինաստանը եւս Պակիստանի հետ ակտիվ ներգրավված էր այս բանակցություններին եւ ամեն ինչ արեց, որպեսզի այս հրադադարը տեղի ունենա Մերձավոր Արևելքում։ Շատ հետաքրքիր է հատկապես Վենսի դերակատարումը, ինչը նշանակում է փաստորեն, որ Վենսը դուրս է եկել Իսրայելի դեմ, չէ՞ ինչ որ իմաստով։ Իսկ դու այսպես ձևակերպում, Վենսը կանգնել է ամերիկյան շահերի կողքին, ոչ թե ինչ որ մեկի դեմ, ինչ որ պետության։ Ավելի շատ պաշտպանել է ամերիկյան շահերը, որից ենթադրաբար չէր բխում։ Որտեղ Սպիտակ տան ներսում տարաձայնություններ կան եւ բախումներ կան։ Դուք նկատեցիք, որ այս պատերազմի օրերին Վենսը շատ ակտիվ չէր, երբեմն նույնիսկ մամուլի համար ինքը ցենց տարօրինակ անհասանելի էր։
Այսինքն նաև դա ցույց էր, որ Վենսը ունի անհամաձայնություն, եթե չեմ սխալվում, Թրամփը նույնիսկ մի անգամ հայտարարեցել այդ մասին, որ Վենսը չէր սատարում պատերազմ սկսելուն, ինչը խոսում է Վենսի ավելի այսպես հաջորդ սերնդի եւ ավելի հավասարակշիռ գործիչ լինելու մասին։ Դե որովհետեւ Իսրայելի դեմ բավական բողոքի ալիք է հասունանում եւ քրիստոնյա սիոնիստների դեմ է նաև հասունանում բողոքի լուրջ ալիք եւ նույնիսկ միջազգային որոշ վերլուծաբաններ Վենսի այս դիրքորոշումը եւ Սպիտակ տան այս ներսի բախումները համեմատում են Էյզենհաուերի ժամանակաշրջանի հետ, այն ժամանակ էլ է եղել է սպանը, բայց իսկապես դոմինանտ է Միացյալ Նահանգներում այն տեսակետը, որ Իսրայելն է թելադրում ԱՄՆ քաղաքականությունը եւ վտանգում ԱՄՆ եւ ներքին եւ արտաքին քաղաքականությանը։ Այո, եւ տեսեք, այսպես ասած, ամերիկյան հասարակության համար նորությունը, որ կարող է կորուստները անմիջապես վերաբերեն իրենց, չգիտեմ, զոհեր ունենան եւ անմիջապես այդ կոմֆորտի մեջ ապրող հասարակության մոտ հարցեր, թե ինչու պետք է ամերիկացի զինվորները զոհվեն հեռավոր մերձավոր արևելքում ոչ ամերիկյան կամ իրենց համար անընկալելի եւ այլ շահերի եւ այլնի համար, բնականաբար առաջ է բերում եւ հասարակության մեջ դժգոհություն եւ պետական բուրգում որոշ տարաձայնություններ։ Եվ հիմա, տեսեք, հիմա արդեն նկատելի է մեղավորների փնտրտուք, որ չեմ Պենտագոնը սխալ է զեկուցել, ամեն ինչ ճիշտ չեն ասել Թրամփին, Թրամփը հայտարարություն է արել հենվելով ինչ-ինչ զեկույցների վրա, որոնք այդքան տենց չեն։ Հետո մենք տեսանք հրաժարականներ շատ կարևոր դեմքերի հետախուզության եւ այլն հետ կապված։ Այսինքն այս ամեն ինչը խոսում է, որ հարցը այնքան էլ այսպես հարթ չէ անգամ ներամերիկյան ընկալման մեջ, այն ամերիկյան վերնախավի ընկալման մեջ, դրա համար տեսնելով, որ էքսցենտրիկների վարած քաղաքականությունը ապացուցում է իր ոչ էֆեկտիվությունը, գործի մեջ է մտնում կամ վերադառնում է ակտիվության, օրինակ Վենսը փորձելով այս ամեն ինչը կարգավորել։ Այսինքն մենք տեսնում ենք նաև փոփոխվող աշխարհի տարբեր դրսևորումներ հենց ամերիկյան քաղաքական վերնախավ, որովհետև դեպի սերիան մի հանգամանք կամ մի անգամ ասել եմ, որ քաղաքական գործիչները պետք է լսեն գիտնականներին եւ վերլուծաբաններին, այլ ոչ թե հակառակը։ Գիտնականները պարտավոր չեն լսել քաղաքական գործիչների, քաղաքական գործիչները պետք է լսեն բժիշկներին, այլ ոչ թե բժիշկները պետք է լսեն քաղաքական գործիչներին։ Հիմա ամերիկյան վերլուծաբանները, ինչքան որ ես ծանոթացել եմ, Իրանի դեմ ագրեսիան համարում էին շատ արկածախնդիր քայլ։ Իդեպ Ռուսաստանի հետ առճակատումն է։ Նույնիսկ մենք եւս ասել եմ մի քանի անգամ, մենք հրապարակել էինք Պոլիտիկոյում տպագրված Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդի քարտուղարների, դասախոսների, դեսպանների, պաշտպանության նախկին նախարարների նամակը մի քանի տասնյակ ստորագրողներ կային դեռ Բայդենի ժամանակ 20 թվականի օգոստոսին մի նամակ նրանք հղեցին ասելով, որ Ռուսաստանի դեմ այս առճակատումը Միացյալ Նահանգների շահերից չի բխում։ Եվ նույնիսկ հիշում եմ այդ բանը, ասում էին, եթե նույնիսկ դուք Պուտինին փոխեք, Ռուսաստանի շահը պահանջելու է լիդեր, որը ունի Պուտինի հատկանիշներ, այսինքն ինչի հետևից է կնգել, դա մեզ լավ տեղ չի տանելու։ Հիմա նույնը Իրանի պարագայում էր, որ մասնագետներն ասում էին, ձեր պատկերացրած սցենարով Իրանը չի փլվելու։ Հիմա դուք Այաթոլլահ Խամենեին սպանեցիք, ձեզ թվում է բուրգը փլվելու է, ոչ, 86 տարեկան մարդու եք սպանել, որը ենթադրաբար արդեն պլանավորել էր, թե իրենից հետո ինչպես պետք է պետական բուրգը շարունակի գոյություն ունենալ կամ պետությունը ինչպես պետք է այս էքստրեմալ վիճակներում կարողանա դրսևորել։ Այստեղ խնդիրը այն է, որ չեն հասկացել Իրան պետության եւ իրանական հասարակության կերպը, ստրուկտուրան ինչպիսին է եւ կարծել են, որ կլինի հեշտ հաղթահարելի թիրախ եւ փաստորեն իրենք սխալվել են։ Այսինքն այստեղ նաև առաջ է գալիս այն հանգամանքը, որ չլսելով նեղ մասնագետներին ամերիկյան քաղաքականությունը փաստորեն
մտել է այս արկածախնդրության մեջ եւ հիմա ստիպված է ինչ որ կերպ դեմքը փրկելով հետքայլ անել, չգիտեմ, հրադադարի գնալ եւ այլն, եւս մեկ անգամ վերստին համոզվելով, որ նեղ մասնագետներին լսելը այնուամենայնիվ վնաս չէ, ինչպես ասում են։ Այդ մասնագետներից է Ջեֆրի Սաքսը, ով անընդմեջ հարցազրույցներ է տալիս եւ Ամերիկայի իշխանություններին ասում չանեն, 168 օրերս, հարցազրույց տվեց, նույնիսկ Հայաստանի, եթե իշխանությունները օգտվեն դրանից, Հայաստանին չեն տանի արկածախնդրությունների մեջ գցեն։ Կանդրադառնանք դեռ դրան, հենց հիմա մենք զրուցում ենք եւ հաղորդագրություն տարածվեց Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի արտոնի Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները, հայտարարել է Իրանի խորհրդանի առաջին փոխխոսնակ Ալի Նիքզադը։ Այո, այսինքն մեր խոսքին զուգահեռ տեղի են process-ներ, որոնք ապացուցում են այն ինչ որ մենք խոսում ենք, այսինքն սկզբունքայնություն, եւ արժանապատվություն եւ իրանական արտաքին քաղաքականության մեջ եւ նաեւ փաստորեն մենք տեսնում ենք ճնշման ու նախապայմանի որոշ դրվագներ, այսինքն եթե Իրանը պարտվել է, եթե Ամերիկան հաղթել է, ապա ինչպես է Իրանը նախապայմաններ առաջ քաշում, ապա ինչպես է ասում, որ եթե այս 10 կետերը չընդունեք, ապա մենք չենք շարունակի։ Այսինքն սա ճնշման մեխանիզմ է եւ կարծում եմ լավ իմաստով եւ կարծում եմ նաեւ այս հրադադարը միգուցե ուրեմն պետք լինի կողմերին վերադասավորվելու, նաև ռազմական առումով եւ միգուցե իրանական կողմը շատ լավ պատկերացնում է, որ 2 շաբաթ հետո կամ չգիտեմ 2 օր հետո կարող են վերսկսել ուրեմն ռազմական գործողությունները, ուստի այս ընթացքում չի ուզում նաև լրացիչ իր իմիջին, իր սկզբունքայնությանը, իր կարմիր գծերին որևէ վնաս հասցնել։ Եվ եթե այս տրամաբանությամբ այնուամենայնիվ բանակցություններ սկսվեն, ընդ որում բանակցողը պետք է Վենսը լինի կրկին։ Իսլամաբադ նա գալու է բանակցելու համար։ Եթե սա երկրորդական խնդիր է, եթե ինչպես Թրամփն է ասում, Իրանը այլևս գոյություն չունի, ինչու է ԱՄՆ փոխնախագահը կտրում օվկիանոսը գալիս, որպեսզի Իսլամաբադում բանակցի։ Այսինքն, եթե այս պայմաններով այնուամենայնիվ բանակցություններ սկսվեն, ուրեմն հարցը թե ով է հաղթել Ամերիկան թե Իրանը շատ ավելի այսպես ակնհայտ է դառնում պատասխանի առումով։ Այնուամենայնիվ այո, կարողացան 1 ամսվա մեջ սպանել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում հոգևոր առաջնորդին Այաթոլլահ Խամենեին եւ Ալի Լարիջանիին առանցքային կերպար անվտանգության խորհրդի քարտուղար։ Իդեպ մի դրվագ ասեմ, այդ որ ասում եք նահատակվելու, իրանահայերից մեկին հարցնում եմ, ասում եմ, լավ, գիտեին, որ ասենք թե իրենց հետապնդում են, որպեսզի սպանեն, ինչու էր Լարիջանին օրինակ գնացել իր որդու տուն, հա? Նախ ասեցին, որ ամերիկյան կողմը բոլոր հնարավոր վայրերում, որտեղ կարող էր լինել Լարիջանին, խփել են եւ գրվեց չէ, կարծեմ մամուլում էլ որ որդին ասել էր ինչ որ մնալու է, չի լքելու որտեղ հայրը այնտեղ ինքը եւ ամենակարևորը ասում եմ, լավ, կարող է չէ, օրինակ ասենք թաքստոցում լինել, բունկերում լինել, ինչու էլի, ասում եմ, բայց դա պատիվ չէր բերի, այսինքն եթե Լարիջանին ինքը բունկերում լիներ, դա շատ հետաքրքիր, հա, բան է։ Կիսերյանյան, այստեղ ես պետք է ձեր թույլտվությամբ մի քիչ մտնեմ արևելագիտական ոլորտ, որովհետև սա հենց արևելքում նաև կրոնի եւ ավանդույթների վրա խարսխված ընկալումն է նահատակվելու հանուն հայրենիքի, ոչ միայն խոսելու, այլև հանուն հայրենիքի իրոք նահատակվելու եւ դա պատիվ ու շնորհ համարելու, դա Աստծո պատիվ համարելու, որ կարող են ոչ թե հիվանդանոցում ինչ որ բան խեղճ վիճակում կաթիլայինների տակ կամ թաքստոցում եւ այլն, այլ արժանապատիվ ձիու վրա մանալ։ Հիշում եք
հայկական ավանդույթի մեջ էլ մեր սպարապետներից շատերը Մամիկոնյաններ, ասենք, Մուշեղ Մամիկոնյան, Վասակ ողբում էին, եթե հանկարծ իրենց դավադրաբար սպանում կամ գերի էին վերցնում, որ ասում են, ինչի Աստված ինձ պատիվ չարեց, ես ձիու վրա ճակատամարտի ժամանակ մահանամ, այլ սենց պետք է տանեն ինձ անպատիվ մահվան։ Այսինքն դա այս տարածաշրջանի անպատիվ մահը երևի դա է, հա, դից է գալիս։ Այո, մեզ մոտ նաև կա, չէ, մահ իմացիալ, այ մահ իմացիալն է։ Ինչպես էր Վարդանանքի ժամանակ մահ իմացիալ անմահություն է, հիմա իրենց պարագայում մահ իմացիալ է, իհարկե դա համեմված է իսլամական որոշակի փիլիսոփայական նաև հայացքներով եւ այլն, եւ դրանք ոչ թե ձևական են, այլ դրանք իրական են, դրանք իրենց ինքնության, իրենց աշխարհայացքի մասն են կազմում։ Այդ դրա համար է այստեղ երկու տարբեր քաղաքակրթությունների բախում՝ ամերիկյան կոնֆորմիզմ, փափուկ բազմոցներ, համբուրգեր, չիփս եւ ասենք խաբան, հեռուստացույց եւ մյուս կողմը այսպիսի մտածողություն, որ արժանապատիվ չի իր համար թաքստոցում թաքնվել, ընդ որում նույնը նաև ասել է կարծեմ Գերագույն հոգևոր առաջնորդը, որ հրաժարվել է թաքնվելուց եւ այլն։ Եվ տեսեք Լարիջանի պարագայում Լարիջանին բացի ունեցած իր լծակներից, պաշտոններից եւ այլն, փիլիսոփայության դոկտոր է։ Հա, Կանտի աշխատությունները։ Այսինքն դուք սպանում եք մի մարդու, որի հետ հնարավոր է բանակցել։ Այսինքն դուք ինչու տրամաբանությունը որն է։ Արևմտյան արժեքների կրող փիլիսոփայություն ուսումնասիրած մարդ։ Այսինքն դուք Սիրիայի ներկայիս նախագահին ողջունում եք, որին համարում եք ահաբեկիչ է, որը ապացուցված է, որ մարդկանց գլուխներ է կտրել եւ այլն, բայց փիլիսոփայության դոկտոր Ալի Լարիջանին վերաբերում եք որպես ահաբեկիչ եւ անպայմանորեն ուզում եք սպանել։ Եվ այստեղ Իրանի պետական այսպես համակարգի մասին մենք ինչ ենք տեսնում, էլի, որ փաստորեն անփոխարինելիության ինստիտուտը եւ կա եւ չկա։ Այսինքն փոխարինեցին։ Այս սրա մասին եմ ուզում ձեզ հարցնել։ Տեսեք, այո, իրենք անմիջապես փոխարինեցին եւ ըստ էության իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարելի է ասել գեներալները իրենց ներկայացուցիչները եկան իշխանության։ Այս սրա մասին եմ ուզում խոսենք։ Այո, նրանք չէին կարող ոչնչացնել ոչ Իրանի քաղաքակրթությունը, ոչ Իրանը, բայց այլևս Իրանը նույնը չէ։ Այլևս կարելի է ասել զինվորականությունը եկավ իշխանության։ Եվ սա նշանակում է շատ ավելի պրագմատիկ, շատ ավելի կոշտ քաղաքականություն է վարելու Իրանը, այնպես չէ։ Ես սա ուզում եմ դիտարկենք Հայաստանի տեսանկյունից։ Հայաստանի իշխանությունը, ով էլ լինի, հատկապես Աստվածանի իշխանափոխություն լինի եւ գան իսկապես լուրջ ուժեր, որ հասկանան նույն Իրանը չէ այլևս։ Ես այդպես ասում եմ, արևելյան խուրմա տեքստեր այլևս չեն հնչելու, հա, ավելի շատ կոշտ դիրքորոշումներ են լինելու։ Էլ թրիփի մասին բաներ չեն անելու, Փեզեշքյանոտ այսպիսի բաներ չեն ասելու։ Նայեք, թրիփին կհասնենք, բայց առաջինը նայեք իրանական փաստորեն տեսնում ենք եւ անփոխարինելիության եւ փոխարինելիության այսպես համադրում կա, որ այո, Գերագույն հոգևոր առաջնորդը, չեմ, 89 թվականից Իրանի միանձնյա լիդերն է, հա, բոլորը սիրում են, հարգում են պետական բուրգում, կորուստը շատ մեծ է, բայց նրա մահով պետությունը չի ավարտվում, պետական բուրգը չի փլուզվում։ Լարիջանին ֆանտաստիկ կերպար է, չեմ, դոկտոր է, իմաստուն է եւ այլն, բայց նրա մահով էլի այդ համակարգը չի փլուզվում։ Մյուս գեներալներ եւ այլն, այսինքն ստեղծված են փոխարինողների մի ամբողջ համակարգ, այսինքն պետությունը ինքը կառուցում է իր անվտանգությունը մի քանի հիմքերի վրա, այլ ոչ թե մի հիմքի վրա, որ ասում է այս մարդը չկա, վերջացավ։ Եվ այստեղ զուգահեռ մի հատ եվրոպական պիտի տանենք, մի հատ հայկական ցավոք վատ այսօրվա։ Տեսեք, եվրոպական ֆրանսիական միապետության ժամանակ դեվիզը որն էր, որ թագավորը մահանում էր, նույն րոպեին ասում էին Կարոլ Ումեր, դա здравствует Կարոլ։ Այսինքն մահացավ թագավորը, կեցե թագավորը, այսինքն անմիջապես նորը կա։ Հիմա Իրանում մոտավորապես նույնն է, առաջնորդը մահացավ, կեցե նոր առաջնորդը, այսինքն պետությունը շարունակվում է եւ թրծված մարդիկ են,
Կարող է միանգամից չդառնան Ալի Լարիջանի կամ գեներալ Սոլեյմանի, բայց իրենք էլ ինչ որ դպրոցով անցած են, այնպես չէ որ նույն անվտանգության խորհրդի քարտուղարի մասին բավական լուրջ տեսակետներ են հնչում։ Այո, այսինքն մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք փաստորեն պետական գործիչներ ապահովող մի ամբողջ համակարգ, դրանք դաստիարակող, ձևավորող համակարգ, որ այս մեկը չկա, այն մյուսն է, այն մյուսը չկա, այն մյուսն է։ Նույն Արաքչի հարցազրույցում Իրանի արտգործնախարար ասում է չեք վախենում որ ձեզ էլ սպանեն, ասում է չեմ վախենում, որտեվ ինձ սպանեն 5 հատ հենց հիմա արտգործնախարարի տեխնացուկը։ Ինձնից հետո կլինի այս մեկը, նրանք սպանեն կլինի այն մեկը, նրանք սպանեն կլինի այն մեկը, այսինքն սա պետություն է։ Սա պետական մտածողություն։ Հիմա եթե զուգահեռը տանենք Հայաստանի հետ, ինչ է ասում այս պայն իշխող կուսակցությունը, ասում է եթե ես չընտրվեմ, պատերազմ կսկսվի։ Այսինքն պետությունն ու կուսակցությունը դարձրել են նույնական։ Հիմա ես չեմ ասում, թե մյուսները այլընտրանքային ուժերը բոլորը պատրաստված են եւ բոլորը տիրապետում են ամբողջ այս տարածաշրջան նյուանսներին, բայց եթե դու քո պետության անվտանգություն գոյությունը պայմանավորում ես քո իսկ կուսակցության վերարտադրմամբ, դու ասում ես, որ գիտես, սա պետություն չէ, սա կուսակցություն է, եւ եթե հանգարց չլինի ԿՊ-ն եւ չլինի Նիկոլ Փաշինյանը, ուրեմն Հայաստանը չի կարող ապագա ունենալ, Հայաստանը միանգամից կհայտնվի պատերազմի ճիրաններով։ Այ իրանական օրինակն ու հայաստանյանը իրար հակադիր են։ Ոնց դուք պատկերացնում եք, ասեք թե Իրանում ղեկավարը իր ժողովրդին սպառնալ պատերազմը, որ եթե ինձ չտնեք պատերազմ կլինի, Ալիևի հետ բան ես պայմանավորվել, հա, թե Հական Ֆիդանի հետ եք բան պայմանավորվել, թե ում հետ եք բան պայմանավորվել, թե միգուցե Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եռանկյունու հետ ես բան պայմանավորվել, ինչ ես պայմանավորվել այս ժողովրդի գլխին, ինչ նոր փորձանք ես ուզում ես։ Հա, նայեք, դիքի սերիան, այդտեղ մի հատ sense հանգամանք էլ կա այդ անձերի հետ կապված։ Եթե դու պայմանավորում ես անձի հետ, որը ներկայացնում է անձ, այլ ոչ թե ինստիտուտ, դու քո պետության ապագան այսպես բարակ թելով կապում ես ինչ որ անորոշ մի սյան հետ, որը կարող ամեն րոպե փլուզվել։ Հիմա մեր պարագայում ինչ է, մենք տեսնում ենք մեր անվտանգության այսպես համակարգ, որը կապված է Թրամփի WhatsApp-ի համարի հետ։ Հիմա չգիտեմ, այս պատերազմից հետո իր հեռախոսի համարը պահել է, թե փոխել է, ասենք Թրամփը, հա չէ։ Ինք ասում է, ինչ ասում, եթե հանգարց բան լինի, ինձ կզանգեք։ Բա որ հիմա Թրամփին իմպիչմենտի ենթարկեն։ Բա որ հիմա Թրամփը այլևս նախագահ չընտրվի։ Բա որ համարը փոխած։ Բա որ համարը փոխած է։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասել մեր հանրությանը։ Ինչպես կարող է մեր պետության, կապ չունի մեծ պետություն է թե փոքր պետություն է, պետական մտածողությունը ինքը ասում է չի կարող քո պետության շահը կապվել մի անձի հետ, ինչքան էլ որ այդ անձը քեզ լավ է վերաբերվում, ինչքան էլ նա հզոր է, ինչքան էլ եւ դու պետք է կապես ինստիտուցիոնալ մի ամրության հետ։ Հիմա այս պարագայում Թրիփի ճակատագիրը հենց իրենք են խոստովանում, որ շատ մշուշոտ է, որովհետեւ Իրանը, որը թույլ չի տալիս, չեմ Հորմուզի միջանցքով նավեր անցնել, ենթադրում եմ, որ Թրիփի այսօրվա կոնֆիգուրացիային նույնպես շատ ուրախ չի լինելու, որ այստեղ ինչ որ ամերիկյան զորքեր տեղակայում կամ ամերիկյան ՉՎԿ եւ այլն։ Իրանը այլևս այդ փափուկ բան, այսպես տեքստեր շատ կոշտ է դնելու, այլևս ուրիշ Իրան է սա, դրա համար էի ասում, նախկինը չէ։ Տեսեք, նաև Իրանը ինչքան էլ նախկինը չէ, պետք է նաև որոշակի փոփոխություններ ենթադրում են, որ կլինեն, որովհետև ամեն պատերազմ ինչ որ վերարժևորման նաև հնարավորություն է տալիս, եւ կոշտացման եւ մեղմացման ենթադրում եմ, բայց այս ամեն ինչով փաստորեն եւս մեկ անգամ թրծեց Իրան պետությանը եւ բնական է այն սուտը հավաստիացումները, որ այստեղ չգիտեմ, այս Զանգեզուրի միջանցք կոչվածը, դա Զանգեզուրի միջանցք չի, դա Թրիփ է, դա ձեզ վնաս չէ եւ այլն, ուղղակի միամտություն կլինի կամ ծիծաղելի է կարծել, որ անփորձ պաշտոնյաները կարող են խաբել, եթե խաբում են իհարկե, ասենք նման փորձառություններով անցնող Իրան պետությանը, ուղղակի այսպես։ Մի խաբեն, ասեն, չէ, գիտեք, Զանգեզուրի միջանցք չի, դա լրիվ ուրիշ բան է, ձեզ վնաս չի։ Հիմա եթե Իրանը դուք նոր կարդացիք 10 պահանջ է դնում, որ այստեղից ամերիկյան ռազմական ուժի հեռացում այս տարածաշրջանից։ Հիմա թողնելու է, որ Թրիփով գա ամերիկյան
չգիտեմ ոնց այդ կազմակերպությունը կոչվում, ուժային, չէ, ինչ որ որոշակիորեն ռազմականացված կառույց գա, անմիջապես իր սահմանի կողքին կանգնի եւ վերահսկի Հայաստանով այդ 42 կիլոմետրը, իհարկե դա այս պարագայում կարծում եմ շատ անիրատեսական է, հետեւաբար այն հայտարարությունները թրիպի մասին, որ դա մեր տարածաշրջանի անվտանգության միակ երաշխիքն է, ես կարծում եմ շատ ուռճացված է, կարծում եմ որ բայց հիմա Ալեն Սիմոնյան ուրիշ բան է ասում, արդեն ոչ թե ասում են թրիպն է մեր անվտանգության երաշխավորը Հայաստանի, Ադրբեջանն է ասում է Հայաստանի անվտանգության երաշխավորը, սա դա իբրև թե մենք իրենց վրա չենք հարձակվում, իրենք մեր վրա եւ դրանով մենք անվտանգություն ենք, բայց ողորմելի հայտարարություն, ինձ չի հետաքրում քաղաքացի Ալեն Սիմոնյանը ինչ է ասում, բայց ցավալիորեն նա այդ պաշտոնն է զբաղեցնում։ Իսկ դրսում ամեն դեպքում լսում են թե ով է ասում, հա, ինչ պաշտոն է այդ անձը զբաղեցնում։ Գիտեք, բայց այդ ասածը եւ ժամանակակից իրողությունները իրար հետ հերրավոր առնչություն անգամ չունեն, որովհետեւ եթե շեշտվում է նրա վրա, որ գիտեք, եթե Ադրբեջանը մեր վրա չհարձակվի, մի կլինի մեր անվտանգության երաշխավոր, այսինքն Ադրբեջանին այնպես փոխենք, որ իր մոտ մտածողության մեջից դուրս գա Հայաստանի վրա հարձակվելու գաղափարը։ Դա միամտություն էլ չէ, ես չգիտեմ դա ինչ է, եթե աշխարհի խաղի օրենքները լիովին այլ են, հավասարակշռությունները, ստրատեգիական շահերը փոխվում են, կարող են հարձակվել, կարող են չհարձակվել, ասում եմ Ամերիկան եւ Իրանը ջերմորեն բանակցում են իրար հետ, մինչեւ պատերազմի սկսելը։ Փորձառու դիվանագետներ իրար բանակցում են։ Կորեայի ժամանակ Իրանը, այո։ Այնպես որ այս ամեն ինչը սխալ է եւ այդպես կարծել։ Նույն թրիպի պարագայում էլ ուրեմն ես կարծում եմ խիստ այսպես գերագնահատված էր, ուռճացված էր Թրամփի հնարավորությունը։ Եթե Թրամփը խաղաղություն բերողի իր իմիջը լիովին հիմա ոչնչացրեց, որովհետև նա դարձել է հազարավոր զոհերի Վենեսուելայով արդեն ոչնչացրել էր, հա։ Հա, բայց եթե ռմբակոծում ես դպրոց Իրանում, որ 160-ից ավել աշակերտուհիներ են մահանում, դու ինչ կապ ունես այլևս խաղաղության հետ։ Հետևաբար այս ամեն ինչը Թրամփի անվան խաղաղության զարգացման ուղի եւ այլն։ Պարոն Մելքոնյան, տեսեք, այո, ես համաձայն եմ ձեզ հետ, առավելիվս դուք եւ հարցազրույցներով եւ գրքով ձեր գործընկեր Վարժան Գեղամյանի հետ ներկայացրել եք Զանգեզուրի միջգանցքը, այդ Թուրանական մեծ ծրագրի մասին։ Բայց ես հիմա մանավանդ այս Քարոզ Վարշավա որ տեղի ունենում ընտրություններին ընթരാճ, տեսեք, իշխանությունները ասում են, որ trip, հա, մենք խաղացություն ենք բերել, արդեն գիտեք ինչ են ասում, բոլորը գիտեն։ Բայց ինձ զարմացնում է, որ ընդդիմադիր որոշ ուժեր, որոնք ներկայացրել են իրենց հավակնությունները ընտրություններին մասնակցելու, նրանք էլ են trip-ը ներկայացնում, ասենք, մեկը ասում է անուններ չտամ հիմա, մեկը ասում է ավելի երկար կանեմ, մեկը ասում է ավելի լայն կանեմ, մեկը ասում է, չգիտեմ, ուրիշ բանն էլ Մելանի Թրամփի անունով կկոչեմ, մեկը չգիտեմ, բան, հա, հենց բանը խաղաղությունը հենց trip-ն է եւ այլն։ Ես ինձ անկեղծ ասած մարդկայինորեն սա զայրացնում է, որովհետև ես այդ դեպքում ես մեծ տարբերություն չեմ տեսնում, հա, այս ամեն ինչի մեջ։ Ի վերջո, Զանգեզուրի միջանցք կասեն, Թրամփի անունով կկոչեն, չգիտեմ, բանի, ինչի անունով կկոչեն, մեր Սյունիքի մասին է խոսքը։ Եվ միակ քաղաքական ուժը, որ հստակ գծեց եւ Արցախի մասով իր դիրքորոշումը արտահայտեց եւ Թրիփի մասով, դա հանրապետական կուսակցությունն է, որը չի մասնակցելու ընտրություններին, այդպիսի որոշում կայացրեց։ Այն որ Արցախի հարցը որևէ մեկը չի կարող փակել եւ փակված չէ, ոչ միայն արցախցիների իրավունքների մասով, այլ Թրիփի մասով նաեւ, հա։ Ինձ խնդրում եմ բացատրեք, մարդ, որը գիտի դա ինչ է, այն դեպքում, երբ որ Թուրքիայից պաշտոնյաներ հայտարարում են, որ 4-5 տարուց բացվելու է Զանգեզուրի միջանցքը, լայնածավալ աշխատանքներ են տանում եւ հիմա այսպիսի կոչեր են հնչում։ Ասենք պետք վախենում են Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում կամ չգիտեմ որևէ երկրում ինչ ռեակցիա կտան, այ այդ կոնյունկտուրայից երբ ենք ազատվելու, լավ հենց բան ենք, դեմ ենք Թրիփին։ Եթե դուք զարմանում եք Տիկին Սերյան, պատկերացնեք ես ինչքան եմ զարմանում նման հայտարարություններից, եւ այստեղ երկու բան կա, պետք է շեշտեմ, ասում է Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունը վեր է, հետեւաբար ես կաշկանդված չեմ, որևէ սխալ, եթե դա հնչում է իշխանության կողմից կամ ընդդիմադիր որևէ ուժի կողմից, ես չեմ կարող այդ սխալը չտեսնել եւ դրա մասին չխոսել։ Հետեւաբար
Պլատոնը իմ ընկերն է, բայց սխալի մասին ես չեմ կարող ուղղակի լռել, եւ երկրորդը, որ ես լինելով գիտական ոլորտի ներկայացուցիչ, շատ ավելի ազատ եմ օբյեկտիվորեն իմ դիրքորոշումը հայտնելու։ Սա իմ մասնագիտությունն է։ Զանգեզուրի Միջանցքի խնդրեմը իմ մասնագիտության մի մասն է։ Հարգելով բոլոր ընդդիմադիր ուժերին գործիչներին, դա իրենց մասնագիտության հետ որևիցե կապ չունի։ Իրենք տիրապետում էին, այսպես ասած, հասանելի է իրենց գիրքը, կարող էին կարդալ, եւ եթե դրանից հետո էլի ասում են, որ Զանգեզուրի Միջանցքը որևէ խնդիր չի եւ անվտանգության երաշխիք է, ես չեմ կարող ասել, որ իրենք ասում են դա իրոք գիտակցելով այդ ամբողջ հարցի խորքը էությունը եւ ինչպես քիչ առաջ ասացի, գիտնականը պարտավոր չի լսել քաղաքական գործիչներին, բայց քաղաքական գործիչները պարտավոր են լսել գիտնականին, դա կլինի Թրամփը, թե դա կլինի Հայաստանի ինդիմադիր կամ իշխանական գործիչներից ցանկացածը։ Հետևաբար այդ հայտարարությունները որ կողմից էլ որ հնչում են, Զանգեզուրի Միջանցքի հետ կապված սխալ ձևակերպումներով ես դա համարում եմ անընդունելի եւ խորհուրդ կտամ իրենց կամ չխոսել այդ մասին, կամ լավ ուսումնասիրել հարցը, կամ խուսափել են, որ ասում եմ չես կարող խոսես, չխոսել էլ հո կարող ես։ Ինչ վերաբերում է թե քաղաքական ուժերից ով է առանձնացրել այդ խնդիրը, ես չեմ կարող դա էլ չֆիքսել, որ հետևել եմ ես էլ այդ հանրապետական կուսակցության եւ երրորդ նախագահի ելույթին, չեմ կարող չֆիքսել, որ ելույթում Թրիպի Զանգեզուրի Միջանցքի մասին շեշտադրումները հագեցած էին եւ քաղաքական փորձառությամբ եւ օբյեկտիվ փաստերի ճիշտ համադրմամբ ու վերլուծությամբ։ Այսինքն ասվում էր մի բան երրորդ նախագահի ելույթում, որ որևէ գիտնական չի կարող դա ասել, չէ, սխալ է, ճիշտ չի ասում։ Ասվում էր գիտական օբյեկտիվ վերլուծությունից ծնված փաստ համադրվում էր քաղաքական փորձառությամբ եւ դրա դեմ ոչ միայն պետք է այսպես հարգանքով վերաբերվել գիտականորեն ու քաղաքականապես ճիշտ հնչած խոսքին, ինչը եւ ես բնականաբար հիմա հրապարակային անում եմ եւ ինչքան էլ խոսեն նախկիններ, ներկաներ, չգիտեմ, թալանչիներ, ոչ թալանչիներ եւ այլն, այնուամենայնիվ ակնհայտ երևում է, որ Հայաստանի քաղաքական դաշտը այնուամենայնիվ հարուստ է քաղաքական գործիչներով, որոնք ունեն եւ պետական մտածողություն, եւ փորձառություն, եւ այսպես հնարավորություններ տեսական, այդ ամեն ինչը ծառայեցնել իշապետության, բայց բախտի բերմամբ թե ճակատագրի հեգնանքով այդ մարդիկ չեն հիմա քաղաքականության մեջ, այդ փորձառություն ունեցող այդ թիմը չի քաղաքականության մեջ եւ ցավոք եթե նայենք այսպես քաղաքական ներկա բնակին, մանավանդ որ հայտարարել են իրենք էլ չեն մասնակցելու, իրենց փորձառությամբ շատ քիչ մարդիկ կան ներկա քաղաքական հայտ ներկայացրածների մեջ։ Սա օբյեկտիվ գնահատական է, սա ոչ թե որ մեկը իմ ընկերն է այդ թիմից կամ մեկը իմ ընկերը չէ այդ թիմից, սա օբյեկտիվ գիտնական ու քաղաքացու գնահատական է, որովհետև տեսնում ես, որ հիմա քաղաքականությամբ զբաղվելն էլ է, չէ՞, մասնագիտություն եւ փորձառություն։ Հիմա երևում է, որ այդ մարդիկ հայկական, հայաստանյան քաղաքական մտածողության կրող կերպարներ են։ Եվ շատ լավ կլիներ, որ այդ իրական են մարդիկ, որոնք այս պետության համար շատ բան արել են, հնարավորություն ունենային շարունակել կամ նորից, որպեսզի հա այս պարակտումը չշարունակվի, որպեսզի օգնեն ընդդիմությանը այն առաջատար ուժերին, որ կարողանան հա այս կանգնեցնել այս աղետը։ Ընդհանրական կլիշեն, որ դրված է, նախկիններ, թալանչիներ, չեմ ինչ է, թացը չորի հետ այսպես խառնում է, իհարկե։ Ասենք 8 տարվա իշխանությունը նախկին չէ արդեն։ Իհարկե, բլեֆ է, այսինքն այդ աղմուկը այդ կլիշեների։ Այն նրանք ովքեր են մարդիկ, ովքեր, չգիտեմ, իչար են օգտագործել իրենց իշխանությունը, իրենց լիազորությունը, մենք նրանց երբեք չենք արդարացնում, բայց մարդիկ, որոնք ապացուցել են, որ ունեն Հայաստան պետության հանդեպ նվիրվածություն եւ դա արել են իրենց նաեւ ոչ միայն տեսական ելույթներով, այլև քայլերով, հիմա փաստորեն դարձել են ընդհանուր խավության նոխազները, որը ցավալի է դարձել, բայց եթե դուք այդ հարցը չտայք էլ, ես պետք է խոսեի, որովհետև ես նայել եմ եւ
չեմ կարող այսպես չասել, որ խորը հարգանքով եմ նայել, թե ինչպես կարող է մեր պետության համար ամենանուրբ հարցերի նկատմամբ քաղաքական փորձառությամբ հարուստ ճիշտ գնահատականներ հնչել։ Սա մանավանդ այս 8 տարվա այս վայրի վերումների ծիրում իրոք որպես քաղաքացի եւ գիտնական ես հատուկ ուզում եմ առանձնացնել։ Տեսեք, այլ բան է, եթե օրինակ ապաշրջափակվեին բոլոր ճանապարհները, բայց հասցրել են թեման դարձրել են ընդամենը այդ 40-42 կիլոմետրը, որը ընդ որում, պարոն Մելքոնյան, նաև տրանսպորտային լոգիստիկ հարցերով զբաղվող մասնագետները, անվտանգության մասնագետները, պատմաբանները, արևելագետները, բոլոր իրավաբանները, միջազգային իրավունքի մասնագետները, բոլորը ասում են, բոլոր կողմերից, երբ որ խնդրին նայում ես, այս բանով, այս trip կոչվածով, այն ինչ որ անում են, հա, Հայաստանի իշխանությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, տանելու են Հայաստանի տոտալ իզոլացման եւ իրականացվելու է մեծ Թուրանի գաղափարը, իդեպ իշխանական պրոիշխանական բաներ ասում են սուտ է, այդ ձեզ վախացնում են, հարգելի ժողովուրդ, մեծ Թուրան չի եղել նման բան, այսինքն դե իշխանական ռոպագանդայի թեզերը բնականաբար իրականության հետ ոչ մի կապ չունեն, բայց Տիկին Սարյան, նայեք, դուք ճիշտ եք ասում, տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ օբյեկտիվ գնահատականը տվել են, հավանական է Զանգեզուրի միջանց կամ թրիփ կոչվածի վերաբերյալ, բայց այստեղ նաև երկու հանգամանք կա, որ ուզում եմ շեշտեմ։ Մարդիկ կան, ես էլ տարբեր միջավայրերում տեսել եմ, որ կարծես գիտեք ինչ են հարցը դիտարկում, դրա անկասելիության, որ մեկ է լինելու է, ինչ ուզում եք արեք, Թրամփը ասել է, իր անունն էլ տվել է ճանապարհին, Թուրքիան ու Ադրբեջանը արդեն ճանապարհը սարքելով գալիս են, մենք իշխանական ռոպագանդան է, այո։ Ոչինչ չեն կարող անել, այսինքն բիզնեսմեններ կան, բաներ կան, որոնք տենց խոսում են, բայց մեր աչքի առաջ ինչ են փոխվում։ Իրոք բաներ են փոխվում։ Դե դրա համար Իրանը հավասարակշռություններ են փոխվում, այսինքն հիմա այն մարդիկ, որոնք 2 ամիս առաջ ինքնավստահում էին դրա այլընտրանք չկա, միևնույն է լինելու է, այս իրանական պատերազմից հետո, այս Իրան-Արևմուտք, չեմ Իրան-Ամերիկա պատերազմից հետո, երևում է որ չէ բաներ են փոխվում, հետեւաբար այդքան արագ անվերապահ գնահատականներ եւ հիացական գնահատականներ տալ չի կարելի եւ երկրորդ հանգամանքը քաղաքական գործիչը պարտավոր չի ամեն ինչ իմանալ։ Ես մի քիչ առաջորդվում եմ, ընդդիմադիր քաղաքական գործիչը պարտավոր չի ամեն ինչ իմանալ, բայց պարտավոր է կարևոր թեմաների մասին գոնե կարդալ, ինֆորմացված լինել եւ պարտավոր է իր քաղաքական հոտառությունը ինչու՞մ է կայանում, քաղելով ձեր ասած տնտեսագետի, արևելագետի, չգիտեմ, պատմաբանի, մյուսի վերլուծությունները անել համադրական, ամբողջական, ճիշտ եզրահանգում եւ գնահատական, որը պետք է բխի նաեւ առաջարկ։ Այո, որը պետք է բխի քո պետության շահերից։ Եթե դու անում ես հատվածական, ինչ որ բաներ, մտնում ես իշխանական քարոզչության մեջ։ Այո, վերջի բանն ասեմ։ Երբեմն եթե մենք նայում ենք այդ հայտարարությունները, թրիփի հետ կապված, եթե տակը չենք նայում թե ով է հեղինակը, շատ հաճախ իշխանական եւ ընդդիմադիր կարծիքներ գրեթե նույնական են։ Որոշ ընդդիմադիր։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրությունից պահանջել է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն, հա, եւ մեջբերեմ, հա, նրա խոսքը ասում է 1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիական բնակչության սպանությունը իրենց ազգային եւ կրոնական պատկանելության համար եւ ցեղասպանության հանցագործությունները ցավոք մինչ օրս միջազգային մակարդակով արդարացի գնահատական չեն ստացել։ Միջազգային կազմակերպությունները եւ ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների եւ ցեղասպանության հանցագործությունների շարքի հարցում եւ 1918 թվականների իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն։ Ընդգծել է Ադրբեջանի ՄԻՊ-ը։ Սա ուզում եմ հատուկ ընթերցել, ես երեք լսում էի Ադրբեջանի խոսող գլուխներից մեկին Ալիևի ադմինիստրացիայի, նա ասում է, այո,
մենք պետք է բան անենք, մեր պատմությունը ոչ ենք մոռանալու, մենք պիտի մեր բաները առաջ մղենք, եթե մենք հիմա բանակցում ենք, խաղաղություն ենք կնքում, դա ոչ չի նշանակում մենք մեր պատմությունից պետք է հրաժարվենք, հա, ու մեր բաները առաջ չքաշենք։ Այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես պատմական արդարության հետևից չեմ գնալու, ջնջում է, ոչնչացնում է մեր պետությունը, օրակարգից հանում է քաղաքական օրակարգի հայոց ցեղասպանության հարցը, ես սպասում եմ լտեսնեմ ինչ են անելու ապրիլի 24-ին։ Տեսեք, ինչ է անում Ադրբեջանը։ Կասեք, սա ինչ նպատակ է հետապնդում։ Իգին Սերյանյան, նախ ուզում եմ 4 շեշտադրում շատ արագ անել։ Ինչքան էլ մենք չուզենանք, բայց չենք կարող չհամաձայնվել այդ հնչած տեսակետի հետ, որ խաղաղության գնալը ամենևին չնշանակում մոռանալ քո պատմությունը։ Եվ դա ոչ թե ադրբեջանցու տեսակետն է, այլ դա համամարտկային եւ տարածաշրջանային ճշմարտություն է։ Հիմա մենք տեսնում ենք Իրանի պարագայում էլ, որ խաղաղության գնալը ամենևին չի նշանակում, որ իրենք մոռանալու են այն, ինչ տեղի ունեցել 5 օր, 6 օր առաջ ցավալի այդ իրադարձություն։ Հետեւաբար այս իշխանությունները խառնում են իրար երկու տարբեր ժանրեր։ Հայաստանի իշխանությունները խառնում են երկու տարբեր ժանրեր՝ խաղաղություն եւ պատմական հիշողություն։ Եթե դու գնում ես խաղաղություն, դա չի նշանակում, որ պետք է քո լիովին հիշողությունը լիովին դատարկես։ Հիմա մենք Իրանից շատ ենք խոսում, Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց դա նշանակում է, որ մենք ավարայրը մոռանում ենք։ Մենք մոռանում ենք Վարդանանց ճակատը պատերազմը։ Վարդան Մամիկոնյանի արձանը ուզում ենք հանենք հայ-իրանական եղբայրության համար, չէ։ Էնել ենք անում, այսինքն հիշում ենք, որ դեպք է եղել մեր պատմության ընթացքում հայ-իրանական, հայ-պարսկական բախում է եղել, բայց դա չի նշանակում, որ մենք հիմա Իրանի հանդեպ Վարդան Մամիկոնյանի թշնամանքը պետք է շարունակենք։ Աբսուրդի ժանրից է, այսինքն երբ որ այս երկուսը խառնում են իրար, դա մանիպուլյացիա է եւ Նիկոլ Փաշինյանը բացահայտ մանիպուլյացիա, որ ասում ժողովուրդ, եթե չեք ուզում պատերազմ, եկեք մոռանանք ամեն ինչ, Արցախով, բանով, ամեն ինչով մոռանանք, որ հանկարծ այս խաղաղությունը չվնասվի։ Երկրորդ հանգամանքը, տեսեք, պետություններ, որոնք իրենք հենց ցեղասպանություն են արել, նույն Թուրքիան, նույն Ադրբեջանը, շատ տարօրինակ կերպով նախանձախնդիր են ինչ որ տարբեր այսպես կոչված ցեղասպանությունների միջազգային ճանաչման հարցում եւ դա ուղղակի ծաղր է, երբ որ Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսում է այդ թվականների դեպքերի մասին, որը այսպես հարուստ է հայերի տարբեր հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններով, կոտորածներով եւ այստեղ ինչ թեզ է հերկվում այս իշխանության, որ եթե մենք ճշտամանքը պատմությունը մոռանանք, ուրեմն Ադրբեջանն էլ adekvat քայլեր կանի։ Այս երկրորդ դրվագային է, որ Ադրբեջանը փաստորեն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը adekvat մեղմացման ոչ մի նշաններ ցույց չի տալիս։ Երրորդ հանգամանքը, որ ուզում եմ շեշտեմ, Իգին Սերյան, դա հետեւյալն է, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, եկեք դադարեցնենք ցեղասպանությունների մրցավազքը։ Կարծես այս բանը իր կոչը ուղղված է ոչ թե Ադրբեջանին, այլ ուղղված է կարծես մեր հանրությանը։ Այսինքն ցեղասպանությունների ճանաչման մրցավազքից եկեք հեռու կանգնենք եւ վերջինը ինչ որ ուզում եմ ասել։ Ես ասում եմ, ինձ իրզած смутные сомнения, կարող է տենց ինչ որ վատատեսական կամ գրոտեսկային ասեմ։ Այս հայտարարությունները Ադրբեջանի, որ որպես ցեղասպանություն ճանաչենք սա եւ այլն, իբրև թե հայերի կողմից արված։ Միգուցե հասնի նրան, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե մենք չենք ասում Արևմտյան Հայաստան, Ադրբեջանն էլ չի ասի Արևմտյան Ադրբեջան։ Մենք ասում ենք Արցախ, այո, հիմա Փաշինյանի տեսակետորն է իր ուժի։ Այո, եթե մենք ասում ենք Արցախ, նույն Ալեն Սիմոնյանն էլ է կարծում։ Մենք ասում ենք Արցախ, նրանք ասում են Արևմտյան Հայաստան։ Հիմա այս թեզի հաջորդ դրվագը ո՞րն է լինելու։ Այո, եթե մենք ասում ենք հայոց ցեղասպանություն, ասում ենք Սումգայիթ, ասում ենք, չգիտեմ, Բաքվի կոտորածներ եւ այլն, այ Ադրբեջանն էլ ասելու է, չի, 18 թվի էս ինչ կոտորածներ։ Եկեք մենք էլ չասենք, որ նրանք էլ չասեն։ Այսինքն միգուցե սա ցեղասպանությունների, ցեղասպանության հարցի ուրացման քաղաքական պլատֆորմի ինչ որ հիմք է դրվում այս ձևերով։ Հարվածուն ժամի փոխխմբագիր հրապարակախոս Գառնիկա Գևորգյան շատ հետաքրքիր մի վերլուծություն էր արել խմբագրական եւ դեռ անցյալ տարի, որ այս իշխանությունը պատերազմ է մղում հիշողության դեմ, այսինքն ամեն ինչ ջնջելու, ոչնչացնելու, սա ամենակարևորն է եւ տեսեք իրենք
ցեղասպանի պիտակից Ադրբեջանը եւ Թուրքիան էթնիկ զտումներ իրականացնողի բռնապետի պիտակներից Ադրբեջանը եւ Թուրքիան ազատվում են Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Փաշինյանը լվանում է Ալիևի եւ ընդհանրապես Ադրբեջանի եւ Թուրքիայի երեսները։ Հիշում եք, մենք մի անգամ զրուցել էինք, որ խոսում էինք Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության այդ կարճ փուլը չէ ունեցել հանրապետության մասին եւ խոսում էինք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը մի օր կվերադարձնի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը։ Հիշում եք, որ գալու են դրա։ Պարոն Մելքոնյան, անպայման ուզում եմ խոսենք Պուտին-Փաշինյան հանդիպման մասին։ Այդ նախաձեռնությունը ոչ միայն զանգի, այլև հանդիպման եղել է Փաշինյանի կողմից։ Ձեր տպավորությունը ինչ ասեց Պուտինը, ինչ ասեց Փաշինյանը, ինչ տեղի ունեցավ։ Մի քանի տեսակետ կա. իշխանությունը, իշխանական քարոզիչները, մերձիշխանական շրջանակները եւ ուկրաինական լրատվական աղբյուրները տարածում են այսպիսի տեսակետ, որ տեսեք Փաշինյանը պորտը տեղը դրեց Պուտինի, բառացի եմ, համարյա ասում, տեսեք ինչ արեց, Պուտինին, այն հիշում եք Լուկաշենկոին, որ պատասխան պահանջող հայացքով իբր նայում էր, ֆոտոներ էին տպում։ Հիմա, բայց Պուտինը ըստ էության այս անգամ ամենաբացը խոսեց, կարելի ասել, նույնիսկ ադրբեջանցիները խոսում են, ասում են զարմանալի է, այն ինչ որ կուլիսներում էր միշտ ասում Պուտինը, հիմա տեսախցիկների առաջ է ասում եւ սա շատ կարեւոր է եւ տարբեր վերլուծաբաններ այո ասում են ուղղված էր ոչ թե Փաշինյանին, Պուտինի այդ խոսքը, այլ զգուշացնում էր հայ ժողովրդին։ Ձեր ընկալումը ինչ տեղի ունեցավ։ Կին Սեյրանյան, ես կարծում եմ հետևյալը, մեծ քաղաքականության մեջ պոռոտախոսությունը եւ այսպես տենց կեղծ հերոսականությունը ոչ միայն տեղ չունի, այլև բերում է շատ ցավալի հետևանքների։ Եվ մենք տեսել ենք մեր 3 նախագահների շփումները ռուսաստանցի իրենց պաշտոնակիցների հետ, ամերիկացի պաշտոնակիցների հետ եւ չնայած որ նրանք 3-ն էլ հաղթած նախագահներ էին, երբեք նման այսպես քաղաքական պոռոտախոսության ինչ-որ դրսևորումներ չեն ունեցել, ընդ որում կամերաների առաջ, չնայած որ միգուցե տարբեր առիթներով դրա հիմքերը կարող էին եւ ունենալ։ Ինչու՞։ Որովհետեւ եթե քո այդ 5 րոպեվա այսպես ինչ-որ չակերտավոր համարձակ խոսքի հետևանքով քո պետությունն ու ժողովուրդը հայտնվել են բարդ իրավիճակում, ապա դու որպես պետական գործիչ դա անելու իրավունք չունես։ Եվ տեսեք Փաշինյանի մոտ մենք այստեղ նույնպես հակասություն ենք տեսնում։ Մոսկվա գնալուց առաջ նա ասում էր, «Բա ես պետք է հարմարվեմ Ռուսաստանին, բա ինքը չի հարմարվելու, ինքը պետք է օր ու ժամ ասի, ես հարմարում եմ, որտեղ Հայաստանը փոքր պետություն է եւ այլն»։ Արդեն այնտեղ ու դրանից հետո նրա պահվածքը կարծես մի փոքր այլ էր, այսպես ձեր ասած, պատասխան պահանջող հայացքով եւ այլն։ Ինքնս նայում էր, դες նկար էին տպել, որ Լուկաշենկոին տակից է նայում։ Ես բնականաբար չեմ կարող ուրախանալ, չգիտեմ, Ռուսաստանի նախագահի կամ պետական վերնախավի ակնարկներից կամ այն քայլերից, որ արդեն արվում են, որ չեմ սահմանի ինչ որ մթերքներ են արդեն կասեցվում, ակնարկներ գազի գնի, ակնարկներ չգիտեմ ինչ եւ այլն, դա չի կարող մեզ համար ուրախալ լինել, բայց ես ուղղակի կոչ եմ հանրությանը նույնպես այդ ուրախությամբ այդ հրճվանքի մեջ չհայտնել եւ տեսել եմ կադրեր, որ տարբեր տեղերում Փաշինյանը ասում է, «Տես լավ արեցիր Պուտինին, ինչ արեցիր» եւ այլն, որտեղ մեծ քաղաքականության մեջ մեծ պետությունների ապտակների հետևանքները հանրությունը այդ երկրների շատ ցավոտ է զգում։ Դրա համար ոչ թե մենք պետք է վախենանք կամ ինչ որ անանենք մեր սկզբունքներից հրաժարվենք, այլ պետք է ճիշտ մեր քաղաքականությունը վարենք։ Եվ եթե դու այդքան համարձակ քաղաքական գործիչ ես, մեկ անգամ նման պահվածք դրսևորի Իլհամ Ալիևի հետ խոսելուց։ Եթե դու Իլհամ Ալիևի հետ խոսելիս, հանդիպելիս, նույնիսկ body language-ով երևում է, թե ինչքան համեստ, զուսպ եւ խեղճ ես, այդ ինչ կոմոդ անձի երկուսը ինչու է այդ նույն մարդը ազգային ժողովում լրիվ ուրիշ ձևով բղավում ու գոռում, ինչը այլ երկրների, չգիտեմ, նույն այդ հանդիպման ժամանակ իբրև թե իրեն այդպես պահում եւ հանդիպումից մի վերջին շեշտադրում ինչ որ ես ուզում անել, այնտեղ կարծեմ թե մի պահ գնաց փոխադարձ չհասկացվածություն, որտեվ Պուտինը խոսում էր ՕԴԿԲ-ի եւ Ղարաբաղի մասին,
որ ՕԴԿԲ-ն չի արել, ՀԱՊԿ-ը չի մասնակցել, որտեղ Ղարաբաղը դուք ճանաչել եք Ադրբեջան։ Պրահայում։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ՀԱՊԿ-ից մեր հանրության նաև դժգոհությունը կապված է, երբ որ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց Ջերմուկի, Վարդենիսի, Սյունիքի վրա, այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, եւ Փաշինյանից դա էր միայն պահանջվում, որ այդտեղ ասեր, ոչ թե ուրիշ բան, որ ասեր, չէ, ՀԱՊԿ-ի մասին ես ունեմ պրետենզիաներ, որովհետեւ երբ որ հարձակվեց Ջերմուկի վրա Ադրբեջանը, ՀԱՊԿ-ը չարձագանքեց, չէ՞ որ Ջերմուկը։ Ես չեմ ուզում բան անեմ, ես մեջ բերել եմ էլի, կարծեմ պետք է ՀԱՊԿ-ին դիմի երկիրը։ Հասկացա, դրանք բոլորը հասկանալի է։ Պետք է դիմես։ Լավ, թող ինքը ասեր։ Պետք է ասես, որ դա պատերազմ է։ Այո։ Պետք է ասես պատերազմ է եւ պետք է դիմես ՀԱՊԿ-ին։ Բայց Տիկին Սերյանը, մի հատ նայեք։ Բայց ինքը Ադրբեջանի բանով չի արել դա։ Հասկացա, բայց Ջերմուկը ՀԱՊԿ-ի տարածք է օֆիցիալ։ Իհարկե, այո։ Հիմա այդ տարածքը օկուպացված է։ Հիմա Նիկոլ Փաշինյան դիմումը ճիշտ է գրել, չի գրել, այս իշխանությունները այս են արել, են արել։ Ես չեմ արդարացնում, ուղղակի դրանք տեխնիկական որևէ մեկը մեր մասին չի մտածելու, եթե մենք մեր շահերը չտանենք առաջ։ Թող Փաշինյանը դա ասեր եւ թող Պուտինը դա հակադարձեր, ասեր դուք ճիշտ չեք դիմել ՀԱՊԿ-ին եւ այլն։ Բայց այնուամենայնիվ մեզ համար մենք պետք է նայենք հարցի գլոբալ կողմին եւ եթե այդ Փաշինյանի այդ այսպես ասած պարծենկոտ քաղաքական պարծենկոտ պահվածքի հետևանքով պետք է սկսեն Հայաստանի քաղաքացիները տուժել, չգիտեմ, բարձր գազի գին վճարել եւ այլն անիմաստ ձևով։ Քպականները ասում են ու մերձ իշխանական այդ հակառուսականները, այո, մենք պատրաստ ենք, իսկ հայ ժողովուրդը պատրաստ է, այն ամերիկացի դիվանագետը չի, ասես թող պատրաստվեն մի քանի մութ ձմեռների։ Կներեք, Ֆրանսիայում մի քանի ժամով հոսանքը գնում է, բանի դեպրեսիվների ու բաների անտիդեպրեսանտների վաճառքի թիվը աճում է։ Այո, մահացողների հիվանդանոցներում տեղ չի լինում։ Ինչի՞ եք է ժողովրդին նորից տանում բանի մեջ։ Միայն ամերիկացի բաները չէ, պաշտոնը չէ, կարծում մեր քաղաքական գործիչներից եղել են հայտարարություններ, որ մի քանի ցուրտ ձմեռ եւ մենք կլինենք ինքնիշխան։ Բայց խելոք ժողովուրդներն ու պետությունները նաև այլոց սխալների վրա են սովորում, նման փորձեր եղել են անմիջապես մեր հարևան Վրաստանում։ Եվ ինչով է ավարտվել դա։ Տեսել ենք, թե ինչով է ավարտվել, հա, երբ որ Միխայել Սահակաշվիլին իր փողկապներ ծամում, իսկ իր արևմտյան ընկերները, հա, չէին շտապում աջակցության, Բուշի հետ հայտնի խոսք կա, որ զանգում ասում վատ էս, հա, ոնց որ վատ որն է համարյա Թիֆլիսների հետո էլ չպահեցին Սահակաշվիլուն, հիմա որտեղ է գտնվում, այն ուժերը, որոնք իրեն բերել էին իշխանության, կարող էին, չէ՞, օրինակ պահել, բայց այսինքն վրացական բիզնեսը ինչքան տուժեց եւ այլն եւ այլն։ Այսինքն ես չեմ ասում մենք ինչ որ կերպ մեր սկզբունքայնությունը զիջենք, ոչ արժանապատվությունը, բայց դու քո արժանապատվությունը Ադրբեջանի, Թուրքիայի հետ շփումներում պահի, որ ընդհանրապես չես անում։ Հետո նոր քո պահվածքը լինի ընդհանրական բոլորի հանդեպ։ Այսինքն ինչու եմ նախորդ 3 նախագահներին օրինակ բերում, որովհետև նրանք նույն ոճով շփվել են եւ Բուշի, եւ Նազարբաևի, եւ Ելցինի հետ։ Դու հիմա եւ բանի Դեմիրելի հետ։ Հիմա դու Թուրքիայի հետ ուրիշ ձև ես շփվում, նրանց հետ ուզում ես ուրիշ ձև շփվել, ասել սա է իմ իմիջը, չէ, դա չի։ Իսկ ձեր ասած պատերազմը հիշողության դեմ, Տիկին Սերյանյան, ինչքան ինձ թույլ է տալիս իմ հիշողությունը, բոլոր նման պատերազմները հիշողության դեմ միշտ ավարտվել են այդ պատերազմ հրահրողների պարտության, որտեղ հիշողությունը մեկի հաղթում է միշտ։ Այո, վերջում պարոն Մելքոնյան, չեմ կարող սա չհարցնել ու սա շատ չափազանց կարևոր հարց է ինձ համար։ Տեսեք, ես երկար ժամանակ մտածում էի, շատ ծանր եմ տարել այն սադրանքով, որը Փաշինյանը իրականացրեց Սուրբ Աննա եկեղեցում ու մտածում էի նաև ինչի համար է սա անում, եւ ես հասկացա, ընդ որում հիմա պայքարը շարունակվում է այդ Դավիթ Մինասյանի համար, որպեսզի փոխվի, հա, որոշումը եւ կալանքից ազատվի տղան, որը ծանր հիվանդություններ ունի, բայց ես մտածում էի հիմա դրա մասին չեմ ուզում խոսել, սա ինչու արեց, հա, Փաշինյանը, սա հերթական սադրանքներ եկեղեցուն, որովհետև դու գնում ես պատարագի կեսից, դու չես հարգում պատարագը, դու չես հարգում հավատացյալների հույզերը, դու սադրում ես, դու մի հատ կռիվ ես սարքում այնտեղ, հա, վայրագություն ես անում եկեղեցու բակում եւ եկեղեցու դեմ հարձակումների տրամաբանության մեջ եմ տեսնում։ Ինչու՞։ Նրանք օրեր առաջ ԽՊ-ն հրապարակեց իր ծրագիրը, իր նախընտրական ծրագիրը, որի մեջ
առանձին տեղ էր հատկացված կաթողիկոսի հեռացմանը։ Այսինքն նրանք օրինակ բան էին անում, որ հայ առաքելական եկեղեցու կանոնադրություն պետք է փոխեն, տեղապահ պիտի ընտրեն, այսինքն նրանք, տեսեք, չեն դադարեցրել, հա, որքան են ատում, հա, այն ամենը ինչ ունի հայ ժողովուրդը, հայը ընդհանրապես, եւ պատերազմը շարունակելու են նաեւ վերընտրվելու դեպքում մեր ժողովուրդը սա պետք է հասկանա, բոլոր սոցհարցումները ցույց են տալիս ամենահեղինակավոր, ամենաբարձր վարկանիշ ունեցող կառույցը հայ առաքելական եկեղեցին է, մեր ինքնության այսպես սիմվոլը, հա, եւ փաստորեն նրանք ծրագրում են գրել այդ մասին, որ հեռացնելու են։ Նրանք բացահայտ են ասում դա, եւ դա իրենց հետեւողականության ապացույցն է ԿՊԻ-ի իշխանությունների, եւ այդ հետեւողականությունը արտաքին քաղաքականության մեջ մենք չենք տեսնում երբևիցե։ Միայն ներքին թշնամիների դեմ են իրենք հետեւողական ու ատելությամբ լցված։ Բայց այստեղ երկու կարևոր հանգամանք։ Առաջինը, ժողովուրդը, հասարակությունը, ովքեր, չգիտեմ, ասում են ինչ որ պատրվակներով ասում են միայն նախկինները չունեն, միայն սրանք չունեն, միայն նրանք չունեն եւ այլն, ուզում են օրինակ այս իշխանությանը ձայն տան կամ, չգիտեմ, համակրում են, պետք է ֆիքսեն շատ հստակ, որ այս իշխանությունը իրենց չի խաբում, հստակ ասում է իրենց ծրագրով, որ ովքեր ինձ քվեարկում են, ես ձեզ հայտարարում եմ, ես գնալու եմ եկեղեցու դեմ, գնալու եմ վեհապարի դեմ։ Չեմ ձեզ հիմա ասում, չէ, վեհապարին եւ եկեղեցու հանդեպ սիրով եմ լծվելու, հետո ընտրություններից հետո փոխեմ։ Հիմա ձեզ ասում եմ, գնալու եմ եկեղեցու դեմ։ Եվ այդ ամբողջ իրենց համակարգը, այդ պաշտոնյաները, դու ես որ տեղապահ ընտրես, կանոնադրություն փոխես, դու ես ընդհանրապես բռնապետի տրամաբանության մեջ դա տեղավորվում է, եւ երկրորդը, ես ինչում եմ վտանգ տեսնում։ Եթե իրենք ընտրություններում կստանան X ձայն, ԿՊ-ն, իրենք դա համարելու են ուրեմն լեգիտիմ, այսպես ասած, իրենց աջակցություն ընդդեմ եկեղեցու կաթողիկոս, որտեղ ասել են, մենք ասել էինք, որ գնալու ենք եկեղեցու դեմ, այսքան մարդ, չեմ ուզում թիվ ասեմ, այսքան մարդ մեզ սատարում է եւ պահանջում է, որ մենք Գարեգին երկրորդի դեմ քայլեր անենք։ Հետեւաբար, այս ինչ որ իրենք դրել են, այս երկընտրանքը, շատ վտանգավոր երկընտրանք է եւ մարդիկ, ովքեր տարբեր այլ նպատակներով ասում են ոչինչ մենք թող մնա, որ հանգարց խաղաղությունը բանը չփլվի, պետք է հասկանան, որ ձայն տալով իրենք ձայն են տալու ընդդեմ եկեղեցու, ընդդեմ վեհապարի, որը նույն եկեղեցու նույնական է այս պարագայում, ընդդեմ քրիստոնեական արժեքների, ավանդույթների մեր, ընդդեմ պատմության, ընդդեմ հայ ինքնության։ Ուղղակի, ասենք, ես ուղղակի զարմանում եմ, թե այդ ամբողջ թիմում, որտեղ կան տարբեր մասնագիտությունների մարդիկ, որոնք տարբեր կրթական ցենզ ունեն, ինչպես են բոլորը միասին այդ ամեն ինչին տակ, այդ բեռի տակ մտնում։ Ես ուղղակի շարունակում եմ դրա վրա զարմացած մնալ, հանուն պաշտոնների, հանուն դիրքի, հանուն կենցաղի, հանուն բարօրության, բայց սա այն է, ինչ որ ուզում է Թուրքիան, ճիշտ է։ Սա այն է, ինչ որ ուզում է Ադրբեջանը, մեր բոլոր թշնամիները։ Ինստիտուցիոնալ առումով մի քանի անգամ ես ասել եմ, ձեր եթերում եմ ասել, հայ առաքելական եկեղեցին Թուրքիա պետության ինստիտուցիոնալ թշնամին է։ Դա ապացուցված է տարատեսակ իրենց ուրեմն ծրագրերով, իրենց տարատեսակ վերլուծություններով եւ այլն։ Եվ սա նույնական է այս իշխանության այսօրվա վարած քաղաքականության հետ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Մելքոնյան, ինչպես միշտ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, իմ զրուցակիցն էր պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, կհանդիպենք, հաջողություն ձեզ։